Ողջույն հարգելի երեստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Կարնիկ Իսագուլյանի հետ։ Պարոն Իսագուլյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար մեր։ Պարոն Իսագուլյան, Բաքվի շինծու դատավարությունների արդյունքում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մի մասը ցմահ դատապարտման Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը 20 տարվա այնտեղ իրենց սահմանադրության հետ կապված, իրենցը 20 տարի, մյուս քաղաքացիներն էլ 19-ից 20 տարի։ Այ թեև ակնհայտ է, որ Բաքուն այսպես բարյացակամ չի գտնվելու, արդար դատավարություն չի իրականացնելու, անգամ երևի իրենց համար էր սպասելի, բայց երբ որ արդեն վճիռը կարդում են, դա լրիվ այլ է։ Այ այս պահին Հայաստանը ինչ-որ մեխանիզմներ իր ձեռքին ունի, ու այս ֆոնին սա նախորդեց, թե հաջորդեց հենց Աբու Դաբիում խաղաղության մրցանակի եւ Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի այդ ձեռքսեղմանը այս որոշումը։ Եթե այնտեղ ցմահ դատապարտում են մեր գերիների, ինչ խաղաղության մասին է այստեղ խոսքը։ Ախ, այդ խաղաղության թեզը կեղծ թեզ է, դա հայ ժողովրդին խաբելու եւս մեկ անգամ մեր երկրի գերագույն թշնամուն Իման Նիկոլ Փաշինյանին իշխանության վրա պահելու դա ուղղակի գործողություն է, որը նախաձեռնել են Թուրքիան ու Ադրբեջանը արևմուտքի հետ զուգահեռաբար։ Գիտեք, դաժան բան է, որովհետև բոլոր մեր ռազմաքաղաքական ղեկավարության հետ, ոչ միայն եղել ենք լավ ընկերներ, ոչ միայն իրար հետ 1000 անգամ հաց ենք կիսել, այլ այս մարդիկ որևէ խախտում, որևէ հանցանք չեն կատարել։ Իրանց միակ հանցանքը եղել է, այն է եղել, որ հավատացել են արևմուտքին, որ արևմուտքը կա ժողովրդավարություն, կա ազգերի ինքնորոշման իրավունք, կա մարդու իրավունք եւ այլն եւ այլն։ Հասկանում հիմա բոլորս ենք հասկանում, որ դա փուչիկ է, այդպես բան գոյություն չունի, բայց այդ ֆոնին Նիկոլ Փաշինյանը, մեր ժողովրդի մեծագույն թշնամի, գնում է Աբու Դաբի, ստանում է ինչ-որ պարգև խաղաղության եւ ամբողջ աշխարհի առաջ ստում են։ Բայց լավ, այդ կազմակերպիչները Ալիևին մրցանակ տվողները խաղաղության չեն ասում, ոնց է ցմա այս մարդկանց դատապարտում։ Ո՞ւմ ընդհակառակը, ես վստահ եմ, որ եւ Փաշինյանը եւ մյուսները ուղղակի ողջունում են Ալիևի այդ քայլը։ Ախր մենք կարողանանք պատկերացնել, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Ոնց եմ կրկնում, ամբողջ աշխարհի աչքի առաջ սուտ են խոսում եւ Ալիևը եւ Նիկոլը, ասելով, որ Հայաստանի եւ ուրեմն Ադրբեջանի միջև կնքվել է խաղաղության համաձայնագիր։ Դից համաձայնագիր կնքված կա։ Իսկ սուտ են խոսում ու բոլորը այնտեղ ժպտում են։ Նախնական տարբերակը իբրև երեխեք նախնական, հականախնական, տիեզերական, Սուզանավային փաստ չկա, որ դες պայմանագիր չի ստորագրվել եւ պետությունների կողմից չի վավերացվել։ Հա, մի հատ հոգեկան հիվանդ, որ հիմա պարզվում է նաեւ Պրոնշտեյնի հետ կղզիներում նաև անչափահաս աղջիկներ են բռնաբարել, հետո մասնատելու կերել։ Հանիբալների ներկայությամբ ինչ-որ թուղթ ստորագրել է, դա նշանակում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր։ Դա ասում է, տեսեք, բացառիկ է, մենք միակ իշխանությունն ենք, որի օրոք միակ իշխանությունն է, որ ինչ ասում է, հակառակն է անում։ Ասում էր Արցախը Հայաստանը, Արցախը տվեց Ադրբեջանին, ասում էր Սյունիքը միջանց չենք տա, Սյունիքը ամբողջությամբ տվեց Ադրբեջանին։ Ախր ոչ բացատրել, որ այն ինչ այս իշխանություններն ասում են, դրանք բացարձակ սուտ են, դա սատանայական մի ոհմակ է, որը խնդիր ունի Հայաստանը վերացնելու։ Հիմա մնացած բոլոր մեր խոսակցությունները անիմաստ է։ Այս դատավճռի մեջ ավելի քիչ ներդրում ունի Ալիևը, քան Նիկոլ Փաշինյանը։ Դուք մտածում եք, որ Նիկոլ Փաշինյանը կարող է մտածել հայ ռազմագերի կամ նրա համար որևէ հայ որևէ արժեք ներկայացնում։ Պարոն Իսագուլյան, լավ, այսքանից հետո Հայաստանի ձեռքին ինչ մեխանիզմներ կան գերիներին ցմատատապարտված հետ բերելու։ Մի այսպիսի փորձագետներ, այսպիսի տեսակետ են շրջանառում, որ ամեն դեպքում այդպես գրառումների մակարդակով տեսա, որ չի բացառվում ամեն դեպքում չնայած այս դատավճռին, բայց ընտրություններից առաջ այդ ցմատատապարտվածներից գոնե մի քանիսը, 2-3-ը վերադարձվեն։ Հնարավոր է նման բան, թե չէ։ Ես զարմանում եմ, որպես նախընտրական աջակցություն։ Հայաստանի ձեռքին որևէ բան չկա, քանի որպես նախընտրական աջակցություն իրեն շահերից բխում։ Քանի դեռ Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկին գտնվում են հայ ժողովրդի մեծագույն թշնամիները, Հայաստանը որևէ լծակ չունի որևէ բան անելու։
Այդ մարդիկ եկել են հստակ ծրագրով, հստակ նպատակով Հայաստանը կործանելու։ Բայց այս մարդկանց ճակատագիրը վերջ, այսպես պետք է։ Այո, քանի դեռ գործում է Նիկոլ Փաշինյանը ու նրա ողբակը, այո, այս մարդկանց ճակատագիրը արդեն կա։ Ընտրություններից հետո, ամռանից հետո իշխանություն փոխվի։ Ինչ երաշխիք կա, որ կարող են ոչ միայն մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը Արցախի կվերադառնա, այլ ամեն ինչ կվերադառնա մինչև 18 թվական եղած կարգավիճակ։ Բայց ինչու՞։ Հասկացեք, որ դրան վերադառնալը շատ հեշտ է։ Դրա եւ իրավական, եւ քաղաքական, եւ ռազմական, եւ բոլոր հնարավորությունները կան։ Այստեղ էլ հակադրություն չկա, նայեք, օրինակ ասում են, որ այս իշխանությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի սիրելին է, մի կողմից էլ ասում են, եթե ուրիշ իշխանություն կա, լեզու կգտնի, բանակցություններ կտան, այստեղ հակասություն չեք տեսնում։ Նախ սրանք ոչ թե սիրելիներն են, այլ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իշխանության բերված հայ ժողովրդի թշնամիները։ Եկեք միշտ տարբերենք, էլի մենք մեր ժողովրդին թյուրիմացության մեջ չգցենք։ Մեր երկրում այսօր իշխանությունը պատկանում է հայ ժողովրդի թշնամիներին։ Եվ այդ հայ ժողովրդի թշնամիներից որևէ բան սпасել կամ նրանց ասածները կամ նրանց արածները փորձել որևէ ձևով գնահատել, անիմաստ է։ Այս մարդիկ նորից եմ կրկնում, հստակ ծրագրով եկել են։ Դուք նայեք 18 թվականից մինչև հիմա Նիկոլ Փաշինյանի ասածներին եւ արածներին։ Դուք կտեսնեք, որ ուրիշ բան ասել է, ուրիշ բան անել է։ Ուրիշ բան, որ հայ ժողովուրդը ցավոք սրտի, չգիտեմ ինչի, հիմա շատ կարճ հիշողություն ունի։ Եվ այդ կարճ հիշողության պատճառով չի կարողանում տեսնել, այսօր ես նայեցի, եթե չեմ սխալվում, պարոն Աշոտյանն էր, իր էջում դրել է տարբեր ժամանակներում Նիկոլ Փաշինյանի ասած մտքերը ու իրականության մեջ տեղի ունեցածները։ Նայեք, համեմատեք, բայց ժողովուրդը չգիտեք ինչի է, հաջորդ օրը մոռանում է դա։ Ասում են ստախոս է, ասում են Արցախը հանձնեց, ասում են այսպես մի շարք մեղադրանքներ են ներկայացնում, բայց համել չեն կարողանում հեռացնել, այսպես ոնց կլինի։ Շատ պարզ։ Ախր հեռացնելու համար ընդդիմությունն էլ շատ լուրջ անելիք ունի։ Բայց անում են։ Արդյոք ընդդիմությունը նպատակ ունի Նիկոլին հեռացնելու, թե նպատակ ունի Նիկոլից հետո երկրորդ համարը գրվելու։ Եվ քանի որ այդ երկրորդ համար լինելու առաքելությունը կամ պայմանը կամ պարտադրանքը գրած է Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ, որ 33% ընդդիմություն լինի, այլևս իրանք կարող են որևէ բան չանել, ձևական ելույթներ չունենալ, հա, կեղծ լոզունգներով հանդես չգալ։ Նիկոլը իրանց այդ 33%-ը տալու է։ Իսկ եթե նրանք իսկապես նպատակ ունեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հեռացնեն իշխանությունից, ապա ես կարծում եմ, այսօր իրանք ոչ թե պիտի հանդես գային ամեն մեկ առանձին հայտարարեր, որ ես եմ ամենալավ արչապետի թեկնածուն, ես կհաղթեմ եւ այլը, այլ բոլորով միավորվեին մեկ կլոր սեղանի շուրջ, բոլորը անխտիր, ովքեր իսկապես Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն են։ Եվ ասեին, որ այս этаպում մեր խնդիրը որևէ մեկը Նիկոլից հետո երկրորդ համար գրվելու խնդիր չկա։ Պրինցիպները, այսպես ասած, չեն ցանկանում մի կողմ դնել։ Այբարդ ինչ ասել է պրինցիպ, ախր պրինցիպ չունեն, հիմա ասում են պրինցիպ, ժողովուրդը կմտածի, որ դրանք իրոք պրինցիպ ունեն։ Միմյանց մեջ նկատի ունեմ։ Միմյանց մեջ էլ պրինցիպ ունեն, իրանք ուղղակի ամեն մեկ ասում է, լավ, ես իմ տղային մեկ էլ մեր կողքու Նիկոլի հետ համաձայնությամբ ապահովենք նրանց երկու մանդատ անձեռնամխելիություն, իր հետ աշխատեք էլի։ Իրանց էլ չի հետաքրել երբեք ոչ Արցախը, ոչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ոչ մեկը։ Այլապես նորից եմ կրկնում, իրանք մի օրակարգ ունեին, բոլորով հավաքվում էին, ովքեր որ իսկապես դեմ են Նիկոլ Փաշինյանին եւ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է կործանման, որ այս этаպում մեր միակ խնդիրը Նիկոլից ազատվելն է, ոչ թե ինչ որ մեկը պիտի պայքարի ու հաղթի, ոչ մեկը չի կարող հաղթել։ Ոնց որ 21 թվականին չկարողացավ, որի ժամանակ պայմանները շատ ավելի խոստումնալից էին, որ կարելի էր հաղթել։ Ստուտի ասել, թե գիտեք, հիմա քանի որ վարկանի շիշոր մեկ, չէ, տենց չի։ Իրականում Նիկոլ Փաշինյանը տեսնում եք թքած ունի օրենքների, սահմանադրության, ամեն ինչի վրա, եւ արևմուտքը ողջունում է դա։ Ընդամենը 2 օր առաջ եկել էին ազգային ժողով, ես զարմանում եմ ընդդիմությունն էլ գնացել է։ ԵԽԽՎ զեկույցը ծանոթ է հավանաբար։ Այս ոչ դիտարկում կա քաղբանտարկյալների վերաբերյալ։ Չեն էլ անելու։ Սա Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակները չեն, որ հանկարծ մեկի վրայից մի մազեր պակասում ամբողջ եվրոպյան ցնցում էր, ոռնում էր։ Հասկանում եք, հիմա ուրիշ ժամանակներ են, Նիկոլի ժամանակներ են։ Եվ Նիկոլը քանի որ այս երկիրը տանում է կործանման, իփարս
թուրքական աշխարհի միացման այդ սեպը պիտի վերացնի, ամբողջ աշխարհը ողջունելու է։ Աշխարհի իհարկե կռիվը մեր հետ չի, ես միլիոն անգամ ասել եմ։ Եվրոմիությունը, Եվրոպական միությունը, Արևմուտքի կռիվը Հայաստանի դեմ չի։ Ռուսաստանի, Չինաստանի, Պարսկաստանի դեմ է։ Եվ դրա համար իրանք ուզում են օգտագործել թուրքական աշխարհը։ Թուրքական աշխարհն էլ պայման է դրել։ Ինձ խոչընդոտողը Հայաստանն է, սեպը հանեք։ Հիմա իշխանության են բերել սեպը հանողներին, թուրքական իշխանության ջատագովներին, որպես հայ ժողովրդի մեծագույն թշնամիների, եւ դրանք կատարում են այդ խնդիրը։ Պարոն Իսագուլյան, անդադ իրենց խոսույթում իշխանությունները խոսում են հիբրիդային պատերազմ ասվածի մասին։ Ով է այդ հիբրիդային պատերազմը։ Տան մեծպես տողատակերով ասում են Ռուսաստան։ Այ օրինակ Ալեն Սիմոնյանը երկօրյա այցով պաշտոնական Մոսկվայում էր, այնտեղ Լավրովի հետ հարցու պատասխան խոսում էին սպառնալիքների մասին, հյուսիսից եկող Լավրովը հետաքրքրվեց, ասեց ում նկատի ունեք, որ անդադ ասում եք։ Գիտեք, էլի նորից ասել, որ հայաստանյան իշխանությունները խոսում են, այդ մարդիկ տերմին է օգտագործում է։ Այս շուտուն է ասում է։ Հիբրիդային պատերազմ, այդ ինչ հիբրիդային է, ով է նախաձեռնել։ Բայց տեսեք, դա դառնում է քննարկման նյութ։ Երբ որ մենք սկսենք արհամարել դրանց ասածները, որպես հայ ժողովրդի մեծագույն թշնամիների եւ նրանց ամեն ասածի մեջ ման կգանք, որ ինչ սրանից հետո ինչ վնաս են նոր ուզում բերել Հայաստանի գլխին, մենք հասկանանք, որ դրանց ասած մտքերը զուտ դրա համար են, որ մենք այդ հարցը օրակարգ բերենք ու դրա շուրջ սկսենք խոսալ։ Չասենք, որ սրանք հայ ժողովրդի մեծագույն թշնամիներն են, բոլոր ժամանակների հայ ժողովրդի ցեղասպաններն են, եւ սրանց միակ խնդիրը խաբելով ժողովրդի նույն մանդատ վերցնելն է ու Հայաստանը տանել վերջնականական կործանման։ Ինչի մասին ենք մենք։ Պարոն Իսագուլյան, առաջիկայում սպասվում է Վենսի այցը, բարձրաստիճան պաշտոնյա ամերիկացի Հայաստան։ Սա ինչ է տալու սա Հայաստանին, այս այցը ինչ սպասել։ Երևի այդ ով էր մերը Պրոշտեյնը, ով է որ բանտում մահացավ, հիմա մեծ աղմուկ է բարձրացված, թե ովքեր են մասնակցել ինչ երկրների ինչ ղեկավարներ եւ անչափահաս աղջիկների բռնաբարելուց հետո մասնատելու նաև ճաշակել են իրանց միսը, երևի այդ փաստաթղթերում պետք է ման գալ ու հասկանալ, թե Վենսի գալը ինչ պետք է տա Հայաստանին, ոչ բանը չի տալու։ Եվս մեկ անգամ ուզում են ամեն ինչ անել, որ հայ ժողովուրդը մտածի, որ այո, Նիկոլը խաղաղություն է ուզում եւ ամեն ինչ անել, որ այս հայկական սեպը թուրքական աշխարհից հանեն։ Աջակցություն է գուցե բերում ընտրություններից առաջ իրենց քայլով Միացյալ Նահանգները։ Իշխանություններին, որ մենք ձեզ հետ ենք։ Հայ իշխանություններին աջակցություն կարող է, բայց հայ ժողովրդի համար դա ոչ մի նշանակություն։ Այդ այցը, գիտեք, մեկ-մեկ էլ այնպես մարդիկ նայում են վերլուծաբան, տեսակետներ են հայտնում։ Հա չի էլ բացառում այդ հետը Բաքվից երկու օքու էլ բերի, բայց դա չի նշանակում, որ դրանք անում են հանուն հայ ժողովրդի եւ Հայաստանի։ Դա անում են հանուն նրա, որ հայ ժողովրդին կարողանան եւս մեկ անգամ խաբել, որը չի բացառում, հանկարծ կարող է 26 թվականի ընտրություններից առաջ հասկանա, որ արա այս թիմը, այս թշնամիների թիմը երկիրը տանում է կործանման եւ հարկավոր է իսկապես ամբողջ ազգովի դուրս գալ ու սրանց քշել։ Դրա համար են այդ բոլոր այցերը, դրանք հայ ժողովրդի շահերի ոչինչ չեն կարող ավելացնել եւ ամենևին ուղղված չեն հայ ժողովրդի շահերի հետապնդմանը։ Ես նկատի ունեմ պարոն Իսագուլյան իշխանություններին այդ աջակցություն ասելով։ Դե Հայաստանի իշխանությունները հայ ժողովուրդ ու Հայաստան իրար հետ կապ չունեն։ Հայաստանի այսօրվա իշխանությունները հայ ժողովրդի եւ հայկական պետականության ամենամեծ թշնամիներն են։ Եթե գալիս են նրանց հետ բանակցելու, նշանակում է գալիս են նրանց ասելու, որ կործանումը ինչ ուղով տանեն, ոնց տանեն, ինչքան շուտ արագացնեն, երբ է պետք, որ Հայաստանը որպես այդպեսին վերանա եւ դառնա արևմտյան Ադրբեջան, որպեսզի բավարարի Էրդողանի ու Ալիևի ու թուրքական աշխարհի այսպես կոչված ցանկությունները։ Գիտեք, մենք միշտ խուսույթը տանում ենք այն ուղղությամբ, որտեղ ոչինչ չկա ասելու եւ անելու։ Իսկ այն իրական իրավիճակը, որ արկա է Հայաստանի Հանրապետությունում, մենք դրա մասին չենք խոսում։ Ցավոք սրտի դրանում ամենամեծ մեղք ունի նաեւ այսօրվա, այո, ընդդիմությունը, թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական։ Որտեղ այդ դրանց բոլորի մեղումը, ձգտումը, ցանկությունը մեկն է։ Այնց անել, որ Նիկոլը իրանց 2% տա։ Դա մեծագույն ողբերգություն է, որի մեջ չգիտեմ ինչև երբ շա։ Ինչպես շատ արագ, այսպես օրակարգը փողոցային պայքարից կամ իմպիչմենթից փոխվեց արդեն ընտրություններ։ Բոլորը պատրաստվում են ընտրություններին, այսպես։ Որտեվ դա ցույց տալի մեկ բան, որ քաղաքական վերնախավի կամ ուզում եք ասեք էլիտայի մեջ չկա որևէ ուժ, որի համար առաջնայինը լինի Հայաստանը, հայությունը եւ հայ ժողովրդի շահը։
Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության շահը։ Նրանց բոլորին մի բան է հետաքրքրել, նշանակում է բոլոր ժամանակներում իշխանություն, որը օգտագործել են իրենց անձնական խնդիրները լուծելու համար եւ որևէ պետական ու ազգային շահ չեն հետապնդել։ Դա եթե տենց շարունակվի, դա է նշանակում։ Հասկացեք, մենք 21 թվականին լեգիտիմացրեցինք Նիկոլ Փաշինյանի 18-ից 21 թվականը կատարած հանցանքները, հիմա 26 թվականին ուզում ենք լեգիտիմացնել նրա 21-ից 26 թվականի կատարած հանցագործությունները ու կարտ բլանշ տալ Նիկոլ Փաշինյանին, որ Հայաստանը դարձնի Արևմտյան Ադրբեջան։ Եթե սրան են թույլ չտան։ Ով է։ Հիմա թույլ չտալու համար նույնպես եմ կրկնում, հարկավոր է, որպեսզի դիմությունը իր օրակարգը ձևավորի։ Եթե իր օրակարգը Նիկոլի հետ ընտրություններին մասնակցել ու մի քանի իրանց հարազատների համար անձեռնմխությունն ապահովել, դա նույնպես եմ կրկնում, ավելի վատ է, քան Նիկոլի ծրագիրը։ Նշանակում է նրանք Նիկոլի հետ միասնաբար նույն խնդիրներն են լուծում։ Չկա ստեղ չհասկանամ, այնքան պարզ է ամեն ինչ։ Իդեպ անընդհատ այսպես որքան ընտրությունները մոտենում են, տարբեր զեկույցներ են հրապարակվում, որ այ տեսեք, որքան ընտրությունները մոտենան, քաղաքական դաշտում այդպես այդ գործակալական ցանցերը ակտիվանալու են, հիբրիդային պատերազմը սրվելու է։ Այ այս ինչի մասին են անոնսում, ինչ է հնարավոր։ Գործակալների մասին նրանք են խոսում, ովքեր տարբեր երկրների գործակալներ են։ Հասկանում, ամենաշատը նրանք են խոսում, ովքեր մեծ թշնամի երկրների գործակալներ են։ Նայեք այդ մարդկանց կրթությունը, որտեղ են ստացել։ Ես եղել եմ Խորհրդային Միության հատուկ ծառայության աշխատակից։ Հա։ Ես ծառայել եմ իմ հայրենիքին, Խորհրդային Միությունը եղել է իմ հայրենիքը, Խորհրդային Հայաստանը եղել է իմ հայրենիքը։ Եթե որևէ մեկը ուզում է դրա մեջ ինչ-որ բան տեսնել, դա իր անձնական գործն է։ Բայց իրանք այն ժամանակ էլ, եթե իրանց թվում է, թե իրանք պայքարել են ինչ-որ բանել համար եղել են մեր պետության թշնամիները եւ շարունակում են մնալ մեր պետության թշնամիները։ Որտեղ մարդիկ կարա ֆորմացիա փոխվի, ամեն ինչ կարող է փոխվել, նով ծառայում է իր հայրենիքին ինչ-որ, հա, պատմաաշխարհաքաղաքական իրավիճակում, նա ծառայելու է ճիշտ։ Նրանք, ովքեր բոլոր ժամանակներում իրենց հայրենիքի իրենց պետության թշնամիներն են, դա կլինի բյուրության կազմում, դա կլինի առանձին անկախ պետականության կարգավիճակում եւ այլն, դրանք միշտ էլ մնում են թշնամիներ։ Դրանք չեն կարող գիտակցել, դրանք չեն էլ գիտակցում, հայրենիքի զգացողություն իրենց մոտ չկա դրված։ Իրենց մոտ կա իրանց, հա, այդ չբավարարված լինելը, բավարարել իբրև թե պայքարի տարբեր կարգի բաների միջոցով։ Անիմաստ զրույց։ Ուզում եմ ասել, հնարավոր է ավելի այսպես թե ձերբակալություններ, կալանավորումներ ընտրություններից առաջ։ Ամեն ինչ հնարավոր է, այսինքն դուք ամեն ինչ որ ուժերի Նիկոլի իշխանության պարագայում ինչ-որ բան կարող եք բացառել, ոչ։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Իսկ իսկական հայրենասերների համար, նրանք ում համար հայրենիքը թանկ է, դες բաներից երբևէ ոչ ընկրկում են, ոչ էլ վախենում են։ Հիմա արդյոք մենք պատրաստ ենք այդ ինքնազոհողությանը հանուն մեր երկրի փրկության, թե չէ։ Եթե մենք ուզում ենք Նիկոլի հետ գնալ ընտրության ու Նիկոլի հետ կիսել են պատասխանատվությունը, որ հա ցավոք սրտի այս տարիների ընթացքում կրել է Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը եւ այս մեր ընկերներն են կրում այսօր։ Այդ նշանակում է մենք Նիկոլից ինչով ենք տարբերվում։ Պարոն Իսագուլյան, մի հարց է։ Նայեք, այսօր Նիկոլ Փաշինյանին մեղադրում են, հա, այսպես ճնշումների, հա, օրենքները այդպես շրջանցելու, սահմանադրությունը, հա, տապալելու մեջ, բայց որպես այդպիսին նաև քայլեր չեն ձեռնարկվում նրա ձեռքը բռնելու համար։ Այսինքն մի կողմից տեսնում ենք այսպիսի ծանր մեղադրանքներ, մի կողմից էլ ընդհանրապես այսպես փոխկապով կապված գեղեցիկ ելույթներ։ Այս ամենը համաչափ է կարող են։ Հիմա տեսեք, այն չի որ չենք տեսնում, դա արկա փաստ է։ Այնինչ կատարում է Նիկոլը, ինքը չի ինձ երևութական բանից դուրս կատարում։ Ինքը սահմանադրությունը խախտում է, թքած ունի սահմանադրության։ Իդեպ մարտի շուտով նոր սահմանադրությունն է կացվելու։ Օրենքները խախտում է, թքած ունի այդ օրենքների վրա։ Ընդդիմությունը որևէ մեխանիզմ չունի դրա դեմ առնելու, բացի մեկ մեխանիզմից, դա պայքարի մեխանիզմն է, դա փողոցի մեխանիզմն է, դա օրինական մեխանիզմ է։ Իսկ եթե ձեզ թվում է, որ քննչական մարմիններ, դատախազություն, ազգային անվտանգության ծառայություն, դրանք արդեն Նիկոլի հետ հանցակից են։ Նրանք իրենք են ամեն ինչ անելու, որ Նիկոլը մնա։
որտեղ եթե գա ուրիշ իշխանություն, այդ ուրիշ իշխանությունը բնականաբար այդ մարդկանց էլ է կանչելու պատասխանատվության։ Այսինքն Նիկոլը գնալով իր հանցակիցների քանակը թիմը մեծացնում է, իսկ ընդդիմության պայքարի միակ ձևը դա փողոցային պայքարն է։ Դա ազգային ժողովում իմպիչմենտի նախաձեռնությունն էր, որից մարդիկ փաստացի հրաժարվեցին։ Չհաջողեցին, ոչ թե։ Ոչ թե, չէ, ով էր ասում չհաջող, եթե անեին լավ էլ կհաջողեին, հասկանում ես։ Շուտ թուղթ ստորագրել դնել։ Այդքան կլիներ ԿՊ-ից այդքան ձայնը շատ ձայն։ Ամենից այսօր նայեք ԿՊ-ից ինչքան մարդ է, որ հենց հիմա է դուրս գալի։ Ամենամտերիմներ են որում Նիկոլի։ Հայկ Սարգսյան։ Հիմա ես անուններ չտամ, արդյունավետ 30 հոգի այդ նույն խորհրդարանում այսօր կա, որ Նիկոլին ատելով ատում են։ Դե աշխատեին դրանց հետ։ Բայց որևէ մեկը իր համար հարկ չհամարեց այդ աշխատանքը տանել, բոլորը մտածում են ոնց անենք, որ հանկարծ մենք էլ չհայտնվենք այն ամենասեր ցուցակում Նիկոլի, ճիշտ է Նիկոլին իբրև թե քննադատեք, բայց քնքուշ մնանք, որ ընտրություններին վաղը մյուս օրը նորից մի հատ մանդատ ունենանք, Եվրոպաններ են գնում, բաներ են գնում, հասկանում եք։ Ցավոք սրտի այդ իրավիճակը փոխելու առայժմս ես որևէ քայլ չեմ տեսնում։ Եվ վերջում պարոն Իսագուլյան, խոսեցինք, որ շուտով նոր սահմանադրություն են ներկայացնելու, պետք է հանրանքվե է սպասվելու, այ ինչ փոփոխություններ կլինեն։ Արդեն հստակ ասել է, որ անկախության հռչակագրին այսպես հողում չի լինելու նոր սահմանադրության մեջ։ Կգնա ժողովուրդ հետ հանրակրվեին, այոյի տակ այսպես իր Ժողովուրդը ինչի չգնաց, Արցախը հանձնելուն չգնաց, այդքան զոհերը ուրանալուն չգնաց, ինչին չգնաց, որ դրան չգնա։ Հասկացեք, այս մարդիկ շատ լավ են աշխատում։ Նիկոլին սպասարկում են արևմտյան, թուրքական, ադրբեջանական, հա, ոնց ուզում եք ասեք այդ հայտնի ինստիտուտները։ Ոչ եմ կրկնում, մարդակերները, բարձում է, չէ՞ հիմա այդ Էյնշտեյնի գործը որ բացվեց, արդեն ոչ թե մենք, մարդակերները մեզ ուզում են սովորացնել, թե ինչ ասել է, կիրթ քաղաքացի կամ ժողովրդավարություն եւ այլ եւ այլ։ Մարդակեր նախագահները Միացյալ Նահանգների, եվրոպական շատ երկրների։ Հիմա այդ դրանք եթե մարդ են կերել, բայց հետո նախագահ են դարել, են անչափահաս աղջիկներ ու տղաներ, ինչ է մնում, դրանք բնականաբար այդ ինստիտուտները կարողանում են նենց աշխատել, որ հայ ժողովուրդը միամիտ, որը մեծ մասը բացի հանրային հեռուստաընկերությունը, որը բացի ստից ճշմարտություն չի ասում, հասու չի այլ ուրեմն ինֆորմացիոն աղբյուրների եւ չի հասկանում, չի գիտակցում, թե աշխարհում այս պահին ինչ է տեղի ունենում եւ դա ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Իսագուլյան։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում զրուցում ենք ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ։ Ձեզ հետ Քրիստինա Մուշեղյանն է, շնորհակալ եմ հետևելու համար։